Շնորհակալ եմ հարցի համար, ընդհանրապես իմ խնդրեմը ոչ թե Նախճեվան կամ Նախճեվան, նա շատ կարևոր է, որ մենք նոր միջպետական էթիկա ձևավորենք։ Իմ խնդրեմը ես այդ արտահայտությունը օգտագործում եմ ուրիշ բանի համար, որպեսզի մենք նոր միջպետական էթիկա ձևավորենք եւ Սևանա լճի հետ կապված ուրիշ որևէ տերմինաբանություն չօգտագործվի։ Սրա մասին է խոսքը։ Մեր խնդրեմը գիտեք որն է, որ մենք Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք դավալու, իսկ Քյարքին ասում ենք Տիգրանաշեն։ Մեր խնդրեմը է դա։ Ես Իջևանից եմ, իմ խնդրեմն է նա, որ միջև հիմա Իջևանում խոսելիս Այգեովիտ գյուղին ասում են Ուզունթալա, իմ խնդրեմը դրա հետ է։ Որովհետև էսա հայրենիքից դուրս հայրենիք փնտրելու, որ մենք ման ենք գալիս գլոբուսի վրա մի հատ բան գտնենք, որ ասենք, որ դա, չգիտեմ, մի հատ անուն դնենք, ասենք, էլի տենց անուններ, բայց մեր հայրենիքի ներսում ասում եմ, մարդկանց հետ խոսում եմ, ասում են, որտե՞ց է, դավալեցի եմ, ժողովուրդ ինչ դավալու։ Իջևանում խոսում են, ասում են, հարց եմ տալիս, ասում եմ, այդ տղեն որտից ասում են ուզունթալցի է։ Իմ խնդրեմը դրա հետ է։ Եվ էլի եմ ասում, պետությունը ուրիշ բան է, պետական էթիկան ուրիշ բան է։ Իմ խնդիրը նրա հետ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի համար եւ մենք եւ ուրիշները օգտագործեն այն անունը, ինչ որ լեգիտիմ վերաբերվում է իրան։ Այդ թվում Հայաստանի ներսում, այդ կուլտուրան իրար հետ կապ ունի։ Ինչ ենք մենք մինչև հիմա ասում դավալու։ Հաջորդը, այո, Հայաստանը եւ Ադրբեջանը իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ստատուս քվոն արտահայտող քարտեզներն են 74-ից 78 թվականի քարտեզները խորհրդային միության, որոնք հերթապահության ընթացակարգ են անցել 79 թվականին։ Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում այն անկլավները, որոնց մասին ասել եմ։ Որն է այն փաստաթուղթը, դա այն քարտեզն է, որով մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որովհետև գնալ ձեր ասած տրամաբանությամբ նշանակում է հրաժարվել Արցախյանից, նշանակվում է հրաժարվել այդ թվում են ջերմուկի են տարածքներից, որոնց մասին դուք եւ մենք անընդհատ կարևոր ենք համարում խոսել։ Նշանակում է հրաժարվել սահմանի գոյությունից, այլ բան, թե որն է այդ հարցը լուծելու մեթոդաբանությունը։ Հետագա հարցերի ընթացքում համոզված եմ, ես ավելի մանրամասն կասեմ, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը եւ այդ որն է ճիշտ տակտիկան այդ հարցը լուծելու։